Շարունակում ենք աշխատել ուղիղ եթերում, մեզ կարող եք հետևել Հայելի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով։ Իմ հյուրն է Մայր Հայաստան շարժման համահիմնադիր Երվանդ Բոզոյանը։ Բարև ձեզ, պարոն Բոզոյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Եվ այսպես, Թրամփը Իրանի մասին, բոլոր իրանցի հայրենասերներին շարունակեք բողոքել, հնարավորության դեպքում վերահսկողություն սահմանեք Իրանի հաստատությունների վրա եւ գրանցեք ձեր բռնության ենթարկվողների անունները։ Ձեզ շատ դաժանորեն են ճնշում, եթե հաղորդվող թվերը ճիշտ են։ Հետո ասել էր, էլի հայտարարություններ արել, որ Թրամփը Իրանի ցուցարարներին մեկ բան ունեմ ասելու, օգնությունը մոտ է, էլի Թրամփի հայտարարությունը։ Նրանք, ովքեր Իրանում սպանել են խաղաղ ցուցարարներին, ծանր գին են վճարելու։ Փաստորեն դե գիտեք, որ երեք իրենք հրավիրել էին Իրանում գտնվող դեսպաններին Եվրոմիության մի շարք երկրների եւ ցուցադրել էին վայրագությունները, ինչ որ անում են ցուցարարները, բայց ահա այսպիսի միջամտություն Իրանի ներքին գործեր, սա ուղղակի այսպես բանի կարգով էլի, որ ասում են հիմա բան այս Սալավիովը ինչ որ հայտարարություն արեց, մեր ներքին կյանքի չգիտեմ ինչի միջամտությունը, ինչու համար սա ընթերցեցի Իրանի շուրջ օղակը սեղմում է եւ շատ ուշագրավ եւ սկանդալային հայտարարություն է եղել, այսօր ասուլիս է տվել Հայաստանում գտնվող Իրանի դեսպան Խալիլ Շիր Խոլամին հայտարարել է Թեհրանում ձևավորվում է մի պատկերացում, թե Հայաստանը դառնում է կենտրոն Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործողությունների համար։ Խոսելով Իրանի բողոքի ակցիաների մասին, դեսպանը նշել է, որ հաջողելու դեպքում պարտվող կողմը լինելու է նաև Հայաստանը։ Մտահոգություն է հայտնել, որ շաբաթ օրվանից սկսած Իրանի դեսպանության առջև քաղաքացիներ են հավաքվում եւ անհարգալից ու վիրավորական կոչեր են հղում։ Դեսպանը շեշտել է, որ այս քայլը կմնա Իրանի ժողովրդի հիշողության մեջ եւ ընդգծել, որ Հայաստանի համար դժվարին օրերին Իրանը Հայաստանի կողքին է եղել։ Դեսպանը հայտնել է, որ իրենց մտահոգությունները բազմիցս փոխանցել են Հայաստանի պատկան մարմիններին։ Ինչ է տեղի ունենում մեր տարածաշրջանում, ինչով է պայմանավորված այս հայտարարությունը, այս հայտարարությունից ինչ հետևություն։ Խնդրեմ։ Տեսեք, ես այդ հարցին ուզում եմ մեր ժողովուրդը ուզում եմ որ իմանա, ուրեմն Իրանի հետ կապված իրադարձությունների շուրջ բնականաբար տարբեր երկրներում տարբեր բողոքի ակցիաներ են ընթանում։ Ես ուզում եմ ուղղակի նշել, որ մեր ժողովուրդը իմանա, որ օրինակ Թուրքիայում նույնպես Իրանի դեսպանատան մոտ գնում են այդպիսի բողոքի ակցիաներ, բայց թուրքական իշխանությունը փորձում է զսպել, այսպես ասած, շահի կողմնակիցների այդ բողոքի ակցիաներին եւ փորձում է առնվազն գոնե դժվարացնել այդ բողոքի ակցիաները, որտեղ չի ուզում փչացնել իր հարաբերությունները Իրանի հետ, որտեղ Թուրքիայի արտգործնախարարը եւ թուրքական փորձագիտական շրջանակները նշում են, որ Իրանի կազմաքանդումը լրջագույն վտանգ կարող է լինել կոնկրետ նաեւ Թուրքիայի համար, մի շարք պատճառներով չեմ ուզում շատ երկար ներկայացնեմ դա։ Նույնը անում են Իրանի բոլոր հարևան երկրները՝ Իրաքը, Սաուդյան Արաբիան, որոնք պատմականորեն միշտ վատ հարաբերություններ են ունեցել Իրանի հետ, նույնպես այդ երկրում թույլ չեն տալիս, որպեսզի Իրանի շուրջ Իրանի դեսպանատան մոտ այդպիսի բողոքի ակցիաներ լինեն։ Նույնիսկ Ադրբեջանը, որը ուղղակիորեն շահագրգռված է Իրանի մասնատման մեջ, եւ ըստ էության չեն թաքցնում դրա մասին Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչները եւ փորձագիտական շրջանակները եւ Իսրայելի հետ ունի ռազմավարական հարաբերություններ Իրանի շուրջ, նույնիսկ Ադրբեջանի իշխանությունը փաստացի փորձում է որոշակիորեն ավելի զգույշ պահել իրեն եւ Իրանի դեսպանատան մոտ թույլ չի տալի, որպես ասած, անընդհատ պերմանենտ ցույցեր լինեն։ Սա ես նույնպես եմ կրկնում, սա պատկերն է, որ մեր ժողովուրդը իմանա, Հայաստանը այն եզակի երկրներից է, որտեղ Նիկոլ Փաշինյանի, այսպես ասած, թույլտվությամբ կարելի ասել Իրանի դեսպանատան մոտ այդպիսի ցույցեր են անցկացվում։ Ես չեմ ուզում հիմա անդրադառնամ Իրանի դեպքերի հետ կապված, իհարկե կա երկու կողմ, ես ցավակցում եմ բոլոր զոհվածներին եւ նրանց կողմին եւ մյուս կողմին, դա մեծ ողբերգություն է, դա առանձին թեմա է, թե Իրանը ինչ ապագա է ունենալու, բայց Հայաստանի այսօրվա իշխանությունների պահվածքը դա խայտառակություն է,
դա սրիկայություն է եւ դա հակապետական, հայկական դիրքորոշում է, որի հետևանքները մեր ժողովուրդը, ես ուզում եմ հատուկ նշեմ, որ մեր ժողովուրդը կտեսնի եւ ոչ մեկ թող չհամարցակվի դրանից հետո մեղադրել թե ինչի է Իրանը այսպես իրեն պահելու։ Օրինակ, ինչ կարող է լինել, մի քիչ բացեք։ Բազմաթիվ ես չեմ ուզում փակագծեր այս պայդրությամբ բացեմ, դա ճիշտ չի, որ ես հիմա փակագծեր բացեմ, բայց ուզում եմ մեր ժողովուրդը իմանա եւ մեր քաղաքական կոչված դաշտն էլ իմանա, որոնք այսպես ասած թե այս իշխանությունների պահվածք իրենց ինչ է ներկայացնել եւ ինչ հետևանքներ ունենալու է այս ամենի արդյունքում։ Հիշեցնեմ, որ Իրանը այն երկրներից էր, ով երկար ժամանակ զսպում էր ադրբեջանական հնարավոր ագրեսիան դեպի Սյունիք։ Իրանը այն եզակի երկիրն էր, որը մինչև վերջ պաշտպանեց Հայաստանի տարածքային ամբողջականությունը, երբ որ Փաշինյանի գործընկեր Էրդողանը Բաքվում կոչ էր անում Ադրբեջանին, որ ինքը դատական հայցերով հանդես գար Հայաստանի տարածքների նկատմամբ, որ իբր որպես կոմպենսացիա պատերազմի այսպես ասած հանցագործների իբր հանցագործների դիմաց Ադրբեջանը պետք է տարածքներ պահանջեր, Իրանը եզակի երկիրն էր, որը միանշանակ աջակցեց Հայաստանին եւ սա ցույց է տալիս հետեւյալը, որ Նիկոլ Փաշինյանը ոչ մի կապ չունի Հայաստանի շահերի հետ, Հայաստանի պետական շահերի հետ, այդ մարդը փաստացի իր անձնական եսակենտրոն, իր հակապետական, հակահայկական պահվածքներով վրդեության իր ընտանիքի եւ իր անձնական շահերով է զբաղված եւ ամբողջ Հայաստանի պետական համակարգը օկուպացրել է եւ պահանջում է, որ այդ ամբողջ պետական համակարգը աշխատի Հայաստանի պետականության դեմ։ Սա ես ուզում եմ արձանագրեմ բոլորը եւ փաստացի սա իրականություն է, պարզապես բոլորը կուլիսներում դա արձանագրում են, պարզապես Իրանում, քանի որ շատ ծանր վիճակ է, շատ իրավիճակը շատ բարդ է, Իրանի դեսպանը փաստացի ստիպված հրապարակայնացեց այն, ինչ որ ինչի մասին բոլորը գիտեին արդեն եւ կուլիսներում են դա խոսում։ Սա է խնդիրը։ Նաև այսպես դες բացի նաև Վրաստանի նկատմամբ եւ մենք տեսանք հետո ինչ եղավ, չէ՞։ Խնդրում եմ մի քիչ զուգահեռ անցկացնեք, որ հետո Նիկոլ Փաշինյանը բացի իր իշխանության վերարտադրումից, որը կախված է Ադրբեջանից եւ Թուրքիայից, իրեն ոչ մի բան չի հետաքրում։ Հայաստանի շահեր, Հայաստանի ժողովրդի շահեր եւ այն մարդիկ են, որ իբր թե նիկոլական են մնացել, ես խղճում եմ այդ մարդկանց։ Այդ մարդիկ ես ուղղակի խղճում եմ, ես մի անգամ այս մարդկանց որ տեսնում եմ, հիշում եմ մի անգամից Մաքս Վեբերի բնութագրությունը եւ հիմա բնութագիրը ընդհանրապես նման տիպի մարդկանց նկատմամբ եւ ես իմ մեջ ռետորական հարցադրում եմ տալիս, իսկ արդյոք այդ մարդկանց գոյությունը եւ ապրելը Հայաստանում ինչքանով է արդարացված ընդհանրապես հետագայում իշխանապողությունից հետո, որտեղ եթե մարդը ըստ էության չի գիտակցում, որ եւ իր պատճառով ազգային անվտանգության սպառնալիք է դառնում ամբողջ Հայաստանի համար, այդ մարդկանց գոյությունը եւ ընդհանրապես այդ մարդկանց լինելը, ապրելը, այդ մարդկանց սոցիալական բազա դառնալը այս տիպի իշխանության համար, ինչքանով է արդարացված Հայաստանի պետականության համար։ Սա շատ կարեւոր խնդիր է, որ մենք պետք է հետագայում քննարկենք այս խնդիրները սա, որտեղ մեծ հաշվով մենք լրջագույն վտանգի առաջ ենք կանգնած։ Իրանը կանգնած է լրջագույն շատ ծանր խնդրի առջև։ Իրանում դուք գիտեք, որ իսլամական հեղափոխությունից հետո 79 թվականից հետո մի շարք բողոքի ակցիաներ եղան 2009 թվականին, 2017-19 թվականներին, 2022 թվականին եւ այս 26 թվականի բողոքի ակցիաները ամենավտանգավորն են Իրանի պետականության համար։ Ինչու՞։ Որովհետեւ պետք է նաեւ օբյեկտիվ իրավիճակը գնահատենք, այսօրվա Իրանի քաղաքական համակարգը լրջագույն ճգնաժամի առաջ է կանգնած, ինչպես որ ժամանակին կանգնած էր խորհրդային միության համակարգը, կոմունիստական համակարգը։ Ինքը էֆեկտիվ համակարգ չէ, եկեք անկեղծ լինենք, թե քաղաքական իմաստով, տնտեսական իմաստով, եւ մարդիկ արդեն vision, հեռանկար չեն տեսնում արդեն, որտեղ տնտեսական անկումը, որպեսզի պատկերացնեք 2018 թվականից 2018 թվականից իրենց ազգային դրամը, ռեալը արժեզրկվել է 28 անգամ։ 28 անգամ դուք պատկերացնում եք այդ ինչա։ Այսինքն մարդը չի հասկանում, ինքը առավոտը զարթնում է, չգիտի թե ընդհանրապես այդ գները, ապրանքների գները շատ արագորեն փոխվում են, շատ արագորեն աճում են։ Այսինքն տնտեսական այն մարտահրավերները, որ կանգնած են այդ երկրի առաջ, այդ երկրի իշխանությունը չի կարողանում այդ մարտահրավերներին պատասխաններ տա։ Եվ ես կարծում եմ այնտեղ ֆունդամենտալ փոփոխության խնդիր կա։ Բայց այն ինչ որ ուզում են անեն դրսի ուժերը, հիմնականում Միացյալ Նահանգներն ու Իսրայելը, դա կարելի ասել, որ իրանք իրականում փաստացի ուզում են Իրանը որպես երկիր կազմակերպել, ջարդել, ոչնչացնել։ Իրանը 5000 տարվա պետականության պատմություն ունի, 5000 տարվա։ Իրանը ոչ Իրաք է, ոչ Սիրիա է, ոչ Լիբիա է, ոչ շարքային պետություն չէ։
Իրանը ունի երկար ժամանակվա ավանդույթ 5000 տարվա պետականություն, որը չի ունեցել ոչ մի երկիր։ Իրանին կարելի է համատել հին Եգիպտոսի հետ, հին Հունաստանի հետ, հին Հռոմի հետ, հա, նույնիսկ, հա, եւ այդ իմաստով Իրանին այդպիսի ձևով մոտենալը խիստ բացասական ռեակցիա է տալի, որտեղ Իրանի ժողովուրդը իր մտածողությամբ առաքելություն ունեցող ժողովուրդ է։ Տեսեք, ես մի օրինակ բերեմ, որ դուք պատկերացնեք։ Ընդհանուր առմամբ նույնիսկ շահի ժամանակ Իրանում հայտարարվում էր, որ Իրանը պետք է, այսպես ասած, գերտերություններից երրորդ երկիր է դառնա, խորհրդային միած։ Ինքը իրենք համարում են, որ իրենք հին Հռոմի բանի հավասար, ոնց որ մենք մեր մոտ կատեգորիան մեծի մասին առասպել, չէ։ Իրանք ի տարբերություն մեզ, իրանք քանի որ այդ պատմությունը, հիշողությունը շատ ավելի խորն է, իրանք անդադ ապրում են այդ գաղափարը, որ մենք պետք է մեծ համաշխարհային գերտերություն դառնանք։ Ընդ որում պարսիկ ժողովուրդն էլ շատ տաղանդավոր ժողովուրդ է, ասեմ ձեզ իմանաք, շատ տաղանդավոր բոլոր իմաստներով։ Նույնիսկ իսլամացման արդյունքում, երբ որ արաբները բերեցին իսլամ, դրա արդյունքում պարսկական մշակույթը ֆունդամենտալ փոխվեց, բայց Պարսկաստանի ազդեցությունը իսլամի վրա այնպիսի ազդեցություն ունեցավ, որ իսլամի զարգացման ոսկեդար ծնվեց հենց պարսկական մշակույթի ներգրավման արդյունքում։ Ես ուղղակի ասեմ, որ դա համաշխարհային երևույթ է այդ իմաստով, եւ Պարսկաստանը երբ որ Փեհլևին այս իդեան դրեց, ուրեմն ասեմ, որ Փեհլևիի վերջին կառավարման տարիների ընթացքում տնտեսական աճը կազմում էր 12-ից 16%, տնտեսական աճը, եւ նույնիսկ իրեն համեմատում էին Ճապոնիայի հետ, համարում են ինքը միջին արևելքի Ճապոնիա էր, բայց Փեհլևին շատ կոպիտ սխալներ արեց։ Ինչ արեց ինքը պան իրանական գաղափար փորձեց, ինքը պարսկական ազգայնություններ փորձում կուլտիվացիայի ենթարկել, փորձում էր ասիմիլացնել փոքր մյուս ժողովուրդներին եւ ամենակարևորը ինքը փորձեց արգելեց բոլոր քաղաքական ուժերին, ով որ չէին համաձայնվում, ցրեց այն գաղտնի բաներ հետախուզական կառույցեր ստեղծել Սավակ անունով, այդ Սավակի միջոցով ինքը փաստորեն բանտերում էր լցրել բազմաթիվ քաղաքբանտարկյանների, արդյունքում տնտեսական զարգացում կար, բայց քաղաքական իմաստով բռնատիրական ռեժիմ էր, որը շատ դժգոհություն առաջացվեց աշխարհիկ ուժերի կողմից, եւ այդ աշխարհիկ ուժերը 1970 թվականից մի տարի պայքարեցին, որ փոխեն այդ իրավիճակը, բայց չկարողացան, ինչպես որ մեր ընդդիմությունը չկարողացավ Նիկոլ Փաշինյանի ռեժիմը փոխել, չէ, մի քանի տարվա ընթացքում, հետո ծնվեց Բագրատ Սրբազանը, չէ։ Իրանց Բագրատ Սրբազանն էլ դա Այաթոլլահ Խոմեյնին էր, այսինքն երբ որ աշխարհիկ ուժերը չկարողացան Իրանի ռեժիմ շահի ռեժիմը փոխել, մարդկանց մոտ առաջ եկավ, եթե աշխարհիկ ուժերը չեն կարող փոխել, ուրեմն պետք է հոգևոր ուժերից սպասում ունենանք, հոգևոր ուժերը եկան, ի տարբերություն մեր Բագրատ Սրբազանի, իրենց Այաթոլլահ Խոմեյնին հաջողվեց եւ իշխանությունը փոխեց եւ Իրանի ժողովրդին առաջարկեց, որ Իրանը նոր առաքելություն պետք է ունենա, այսինքն իսլամական արժեքները տարածեն ամբողջ իսլամական աշխարհի մեջ, համարելով, որ մնացած իսլամական աշխարհի երկրները արդեն հետ են զարգացել իսլամից եւ աշխարհիկ իրենց կառույցներով կեղտոտվել են, հա, այսպես ձևակերպենք։ Դա առաքելություններ, հիմա կապ չունի լավ թե վատ, բայց ինքը առաքելություններ, ինքը մեծ հաշվով բանը միատիրական համակարգը փոխեց, հիմնեց հանրապետություն, իսլամական հանրապետություն։ Ինչ է նշանակում։ Ուրեմն Իրանի առաջնորդը համարվում է հենց գերագույն ղեկավարը դա այսօրվա Այաթոլլահ Խոմեյնին է, բայց ինքը ընտրվում է էլի ժողովրդի կողմից, բայց միջնորդավորված, այսինքն Իրանի ժողովուրդը ընտրում է 88 այսպես ասած աստվածաբաններ, դա կոչվում է իրանական խորհուրդ, կրոնական խորհուրդ 88 աստվածաբանների միջոցով իրենք այդ 88 հոգին արդեն ընտրում են երկրի ղեկավար, դա փաստացի ղեկավարն է։ Եվ միաժամանակ բացի այդ անուղակի այդ աստվածաբանների կողմից ընտրվելուց, կան նաև նախագահն իրենց մոտ մոտարապես այն դերն է կատարում, ինչ որ մեր կիսանախագահական համակարգում վարչապետը։ Հա, բայց այդ վարչապետը, եթե նշանակվում էր նախագահի կողմից հաստատվել ազգային ժողովուրդը, այնտեղ ուղղակի ընտրվում է, այսինքն ընտրվում է արդեն ուղղակի ընտրության արդյունքում։ Այսինքն դա ինչ է նշանակում, որ երկրի ղեկավարը ընտրվում է էլի ժողովրդի կողմից, բայց անուղղակի միջոցով, հոգևոր դասի միջոցով, իսկ նախագահը ընտրվում է արդեն ամբողջ ժողովրդի միջոցով, այսինքն այսպես ասած աշխարհիկ կարգով է ընտրվում։ Սա այդ ձևն է այդ երկրի, հիմա այդ ձևը իր մեջ բերել է որոշակի մի այդպիսի հանգամանք, որ երկրի ամբողջ
կառավարման համակարգը հենված է հոգեբորական, այսպես ասած, դասի վրա, հոգեբորական դասը մեծ դեր է կատարում այդ երկրում։ Բայց հոգեբորական դասը, որ մեծ դեր է կատարում, նաև առաջացել է այն իրավիճակը, որ զուտ տնտեսական հարաբերությունների մեջ կա դիսպրոպորցիա է առաջացել, այսինքն աղքատներին, այսպես ասած, փորձում են ավելի շատ օգնել հարուստների միջին դասի հաշվին, որի արդյունքում առաջ է գալիս տնտեսական օրենքների բավականին դիսպրոպորցիա եւ որը մեծ ֆունդամենտալ փոփոխության կարիք ունի, բայց այդ փոփոխության համար էլ խանգարում է հսկայական բյուրոկրատական մեքենան, որը Իրանում կա, այդ բյուրոկրատական մեքենան բերում է հսկայական կաշառքի մեքենա է ձևավորվում բոլոր առումներով եւ արդյունքում այդ հսկայական բյուրոկրատական մեքենան խանգարում է, որ Իրանը զարգանա։ Դե նաև դրան գումարած սանկցիաները վերջին։ Դրան եթե գումարենք արդեն սանկցիաները, եթե դրան գումարենք նաև որ Իրանը ըստ էության շրջափակված է թշնամի երկրներով, հա, ինքը հայտնվել է բավականին ծանր վիճակի մեջ եւ այստեղ կա, այսպես ասած, տեսականորեն 3 երկ կա։ Դիցուկ ասենք Միացյալ Նահանգներն ու Իսրայելը ուզում են, որ իշխանությունը փոխվի եւ գա շահը։ Շահը, ասեմ ձեզ, նախ եւ առաջ Իրանի 61%-ն է պարսիկ, մոտավորապես 16% ադրբեջանցի եւ մնացած 4%-ը այլ թուրքալեզու ժողովուրդներն են։ Մյուս ժողովուրդները քրդեր են, էլի իրանալեզու ժողովուրդներ են, բայց շահի գաղափարը հիմնականում կիսում են պարսիկների կեսը։ Ազգային փոքրամասնությունները կտրուկ մերժում են շահի գաղափարը, որտեղ շահը համարվում է պարսկական ազգայնականության այսպես մարմնավորումը եւ այդ իմաստով համարում են, որ շահի վերադարձը դա իրենց համար մահ կլինի։ Այդ թվում նաեւ Ադրբեջանն է դեմ, որ շահը վերադառնա։ Բայց հաշվառնելով այն հանգամանքը, որ եթե իսլամական կարգը քանդվի, այդ երկրում այլ կարգ գոյություն չունի, այսինքն Պարսկաստանը չի կարող դառնա Ֆրանսիայի կամ Հայաստանի կամ չգիտեմ Անգլիայի պես երկիր, որտեղ բոլորը գնան պարլամենտում ընտրեն, որտեղ այդ երկիրը այդ երկրում ժողովրդի կեսը պահպանողական արժեքների մեջ են ապրում եւ ըստ էության ինքը այնուամենայնիվ Սաուդյան Արաբիայի, Պակիստանի պես, Թուրքիայի պես երկիրը, որտեղ իսլամական արժեքները շատ ավելի ֆունդամենտալ են մտած հասարակության մեջ։ Այսինքն, եթե դու իսլամական կարգը փոխում ես, ջարդում ես, օբյեկտիվորեն դա բերելու է Իրանի փլուզման, ինչպես որ խորհրդային միության ժամանակ կոմունիստական համակարգը ջարդեցին, խորհրդային միությունը փլուզվեց։ Հիմա նույնը սպառնում է այստեղ, եթե դու իսլամական համակարգը ջարդես, օբյեկտիվորեն երկիրը կփլուզվի, բայց երկրի փլուզման մեջ ես կարծում եմ ուղղակի շահագրգռված է Իսրայելը եւ Ադրբեջանը։ Ինչի, որովհետեւ Ադրբեջանը երազում է, որ այդ ադրբեջանցիները, որ ապրում Իրանում, այդ տարածքները միավորեն կամ ստեղծեն մեծ Ադրբեջան, իսկ Իսրայելը հրապարակավ հայտարարել է, որ իսլամական աշխարհում այլևս ուժեղ պետություն պետք չլինի։ Այդ թվում նաև Պակիստանը, այդ թվում նաև Թուրքիան, այդ թվում նաև Իրանը եւ ընդհանրապես ուժեղ պետություն չլինի, որպեսզի քանի որ ուժեղ պետությունը սպառնալու է իր անվտանգությանը։ Հաշվառնելով այդ գործոնը, Թուրքիան էլ շահավետ չի, որ Իրանը փլուզվի, որտեղ Թուրքիան շատ լավ հասկանում է, որ հաջորդը լինելու է արդեն իր գործը եւ այնտեղ քրդերի գործոնը պետք է լինի։ Դա համար Թուրքիան էլ շահագրգռվածություն ունի, որ Իրանը փլուզվի։ Առաջացել է այսպեսի մի հատ իրավիճակ, որտեղ Չինաստանը, Ռուսաստանը, Թուրքիան, բոլոր հարևան երկրները շահագրգռված չեն, որ Իրանը փլուզվի։ Շահագրգռված է միայն Իսրայելը, Ադրբեջանը եւ հրապարակավ գոնե չի դրա մասին չի խոսում Միացյալ Նահանգները։ Հիմի հարց եմ ուզում տամ մեր ժողովրդին։ Իրանի փլուզումը ուղղակիորեն սպառնալու է հարգելի ժողովուրդ, ձեզ բոլորիդ է սպառնալու, ձեզ։ Ինչով է զբաղված այսօրվա իշխանությունը։ Այս մարդը, որ Հայաստանի վարչապետի պաշտոնում նստած է եւ աշխատում է ձեր բոլորի դեմ, ու դուք լռությամբ հետևում եք, թե դա ինչ է կատարվում, մտածելով, որ դա հերո է ձեզ բան չնա, դուք գոնե հետևանքները հասկանում եք, հետո դուք հետո մեղադրելու եք, որ այդ ցեղասպանության համար մեղադրում եք, որ թուրքերը ցեղասպանեցին, բան եւ այլն։ Լավ, այդքան պրիմիտիվ կլինի այս հասարակությունը։ Լավ, այսքան կարելի է պրիմիտիվ լինել, ես հասկանում եմ, որ մենք կարանք լավ Տևակացինցից ինչ է կապված, այդ ընտրություններին կներես, բայց մի բան ասեմ, մենք ամեն մենք պետք է անկեղծ առերես մենք ճշմարտությունը պետք է մինչև վերջ մենք իր հայլու մեջ պետք է նայենք որպես ժողովուրդ, մենք պետք է հասկանանք, որ sense ամոթալի քաղաքական վերնախավ որ կա Հայաստանում, դա ամոթալի է պրոստը մեր համար, որտեղ քաղաքական վերնախավ չի, սա Զավխոզի մի հատ չգիտեմ ինչ այանես ներկայացնում, որը թույլ է տվել, որ մինչև հիմա այս խուլիգանական խմբակը մինչև հիմա կառավարի եւ լկտիաբար փաստացի ըստ էության անում է այն ինչ որ իրանց շահից
Իդե բոլորը գիտեն թե ինչքան զուսպ է իրանական դիվանագիտությունը, ինչ շերտեր ունի, եթե արդեն Հայաստանում Իրանի դեսպանը այսպես բացահայտ, սա մեղադրանք հնչեցնել է, չէ՞։ Բացահայտ մեղադրանք հնչեցնում, որ դուք եք կազմակերպում եւ մասնակից եք այլ այս իշխանության խմբակը բերվել է իշխանության Հայաստանը ոչնչացնելու համար։ Սա իրականությունն է։ Սա իրականությունն է։ Սեփ պետք է մենք այս խնդիրը հասկանանք եւ պետք է ճանապարհ գտնենք ոչ թե ինչ-որ աթոռներ գրավելու համար պարլամենտում, այլ ճանապարհ գտնենք, թե ոնց պետք է ազատենք այս մեր երկիրը այս խմբակից։ Սա ամենակարևորն է։ Եվ պետք է դուք էլ նաև բոլորս էլ պետք է մենք մատնացույց անենք բոլոր այն շրջանակներին, որոնք ըստ էության այսպես ասած անջատողական են գործելու քաղաքական դաշտում եւ ամեն ինչ անելու, որ ինձ մի քանի աթոռի պատճառով այդ խնդիրը չկանոնան լուծել։ Դուք կապ տեսնում եք, որ ահա հենց այս օրերին արտգործնախարարին կանչեցին Միացյալ Նահանգներ, Զանգեզուրի Միջանցքի հարցին ավելի մեծ որոշակիություն տվեցին եւ նաեւ որոշ փորձագետներ էլ ասում են մեծ աղմուկ է բարձրացվում ԿՊ-ի կողմից, Աննա Հակոբյանն է հրապարակ գալիս, ինչ որ բաներ է անում, եկեղեցու դեմ արշավը շատ ավելի սրում են, որպեսզի մարդկանց զբաղեցնեն, ավելի մեծ այլանդակություններ են անում եւ այլն, որտեղ ավելի մեծ վտանգավոր բան է մեզ սպառնում, նոր տարածքների մասին է խոսքը, Զանգեզուրի կապված այս մարդկանց հետաքրքրում է մի բան, իրանք հսկայական հանցագործություններ են կատարել Հայաստանում, բազաներն են ուզում իրանց գլխավոր նպատակը իրանց իշխանությունը պահելն է, ուրիշ ոչ իրանց բացի իրանց իշխանությունը պահելու, բայց մենք պիտի ասենք մեր հանրությանը, որ ինչ են ուզում անել, բազմամիլիարդանոց թարանը պահելու, կոծկելու խնդիրը, էսա, իրանք ուրիշ խնդիր չունեն, իրանք այլ խնդրով չեն զբաղվում, իրանց համար այս պետական եթե Միացյալ Նահանգներում ասեն դուք սահմանից Իրանը ռուս խաղաղապահներն ռուսական հանում եք այնտեղից հանում եք դուք կմնաք եւս կես տարի իրենք կհամաձայնեն։ Տեսեք, ես ուրիշ բան եմ ասում։ Այս Իրանի զարգացման շուրջ հիմա Հայաստանը պետք է շատ ավելի զգույշ լիներ, զերծ մնար բոլոր հրապարակային հարաբերություններից այն երկրների հետ, ովքեր որ ուղղակի կոնֆլիկտի մեջ են Իրանի հետ։ Այսինքն Հայաստանը պետք է զգույշ չեմ ասում, Հայաստանը պետք է աջակցություն ցույց տար կամ չգիտեմ խառնվել ոչ, Հայաստանը պետք է իր ակտիվ չեզոքությունը պահեր, Հայաստանը պետք է ըստ էության չխառնվեր Իրանի, ընդ որում Իրանը աջակցեց Հայաստանի պետականությանը, Ես չեմ ասում Հայաստանը աջակցել Իրանի իշխանությունը, ոչ, ասում Հայաստանը պետք է զգուշորեն իր չեզոքությունը պահեր եւ հրապարակային գոնե ի ցույց չտար, որ ինքը հիմա հարաբերությունը հաստատում այն երկրների հետ, որոնք այսօր ուղղակի հրապարակային սպառնում են Իրանի պետականությունը։ Այս պահվածքը մի բանով է մեզ բացատրում։ Այս իշխանությունը փաստացի իր աթոռները պահելու համար, իր արյունոտ աթոռները պահելու համար, իրանց հանցագործները կարողանան կոծկեն գալիք ընտրություններից համար իրանք ամեն ինչ անում են, որպեսզի ցույց տան, որ իրենք պատրաստ են լիզել պարզապես մեր պոտենցիալ հակառակորդների բոլոր, այսպես ասած, շահերը, մենակ թե իրանք կարողանան այդ աջակցությունը ստանան Ադրբեջանից, այդ աջակցությունը ստանան Թուրքիայից, սա է խնդիրը։ Ինչ վերաբերում է Տրամփի կամրջի հետ կապված, ապա գոնե ես կարծում եմ, որ գոնե առնվազն որոշակի արժանանակ պետք է ըստ էության սառեցնել այս իրավիճակը, որովհետև այն ինչ որ կատարվում է Իրանում շատ զգայուն անկալվելու այդ ամեն ինչը, եւ պետքա ես կարծում եմ, որ մենք պետքա ըստ էության ավելի չեզոք դիրքորոշում ունենանք եւ փորձենք սպասել, հասկանալ թե ինչ զարգացում կունենա, որովհետև շատ վտանգավոր վիճակի մեջ է հայտնված մեր հարևանը։ Եվ ես չեմ բացառում, որ ըստ էության հիմա Միացյալ Նահանգները փորձում են համոզում են Ադրբեջանին, որ Ադրբեջանը ավելի ակտիվ քայլերի դիմի աջակցելու ադրբեջանցիներին Իրանում, Ադրբեջանը ձեռնպահ է մնում այդ քայլից, որտեղ հասկանում է, որ վտանգները շատ մեծ են։ Հիմա այս խեղկատակների միջոցով փորձում են որոշակի ինչ-որ պլազդարմ սարքեն կամ առնվազն կարող են մտածել դրա մասին։ Հաշվանդրովին հանգամանքը, որ ստեղ արդեն պետականություն գոյություն չունի, ստեղ արդեն այս խուլիգանական խմբակը փաստացի իրենց կաշին փրկելու համար պատրաստ են ամեն ինչի տակ պարկել, ամեն ինչ կատարել, սա ողբերգական վիճակ է, սենց ամոթալի վիճակ, որ այս ժողովուրդը մնացել է, եւ ես ուղղակի զարմանում եմ, որ քննարկում են, որ այս մարդը այսօրվա իշխանության կողմնակից է, այդ մարդկանց ոնց կարելի է բարևել ընդհանրապես դրանից հետո, ոնց կարելի է այդ մարդկանց շփվել, հարաբերվել, բարևել, այդ մարդկանց չի կարելի արդեն պետք է իգնոր անել вообще ընդհանրապես, այդ մարդիկ ձեր ընտանիքի, ձեր երեխաների բանը ապագա գերեզման տանելու կողմնակից են, իրանք կապ չունի, որ իրանք ուղղակի չեն ուզում տես բան, իրանց պահվածքի արդյունքում տենց է լինելու, ասեմ դες իմանաք, ցեղասպանությունը, որ 15 թվականին կատարվեց, այտենց չեղավ, որ միանգամից կատարվեց, այսպես նմանատիպ մարդիկ շատ գյուղապետեր կային այս սրանց պես,
որոնք խափելով էին զբաղված սեփական ժողովրդին, որի արդյունքում այս ժողովուրդը, քանի որ մենք պատմաբաններ չունենք, այդ պատմաբանները չի ներկայացրել իրական ողբերգական ամբողջ այդ բանը գենեզիսը ոնց է կատարվել։ Ցավոք սրտի մեր ժողովուրդը մենակ գիտի մի բան, որ ցեղասպանության ժամանակ պարզապես թուրքերը կոտորել են, ուրիշ ոչ մի բան։ Վերլուծությունը թե ինչ է կատարվել, ոնց է գնացել, ոչ մեկ չի ներկայացրել։ Կեղծ ձևակերպելով, որ այդ ամեն ինչը պետք է փակ պահենք, որտեղ սա մեր հոգեկան վիճակին կարող է բանալի, դա կեղծ մոտեցումներ են, կեղծ։ Ես ուրիշ բան չեմ կարող ասեմ։ Եվ դրա համար մենք այս վիճակը մենք մնացել ենք։ Մենք երբևիցե մեր պատմությունը չենք կարող իմաստավորել։ Դրա համար մենք այս վիճակի մեջ ենք եւ ապագայում էլ կլինենք, մինչեւ որ չունենանք իսկապես ազգային գիտակցություն ունեցող պետություն, իշխանություն, որը մենակ տնտեսական հարցերով չզբաղվեր կամ քաղաքական Շատ լավ, պարոն Բոզյան, ես կուզենայի այս շատ ավելի կոնկրետ։ Հիմա այստեղ էր արտգործնախարարային տեղ էր, պարզ է որ Միջանցքի հարցն են քվեարկել, ձեր թիմակիցն էլ գրել է, ահա Զանգեզուրի Միջանցքը 49+50 տարով ԱՄՆ-ի թրիփին 74%, Հայաստանի 26% ու ամենավտանգավոր բաժնեմասերը կարող են վաճառվել։ Ռուբիո Միրզոյան հայտարարության մեջ այլ վտանգավոր կետեր էլ կան, ձեր թիմակիցն է գրել Մանուկ Սուքիասյանը։ Ինձ նաև հետաքրքիր է, լավ պատահական է, որ հենց այս օրերին հրավիրեցին եւ հիմա նորից խոսեցին սրա մասին, ինչքանով է սա կենսունակ լինելով հանդերձ ինչ վտանգներ կան սա մեջ եւ բացի դրանից ինչ ուրիշ վտանգավոր հարցեր են ձեր կարծիքով քննարկել։ Դուք պլազդարմ լինելու մասին խոսեցիք, պլազդարմ ասելով ինչ նկատի ունեք, ինչ է նախապատրաստում Իրանի դեմ եւ արդյոք այս ժամանակահատվածում Թուրքիան չի օգտվի առիթից, որ ամեն ինչ անեն, որ Հայաստան-Թուրքիա սահմանից ռուսները դուրս գան, Հայաստան-Իրան սահմանից դուրս գան կամ նոր տարածքներ Ալիևը կարողանա նոր տարածքներ վերցնել Հայաստանից։ Ինչ վտանգավոր բաներ կան, խնդրեմ, եւ ինչ է քննարկել ձեր կարծիքով։ Փորձում են խաբել սեփական ժողովրդին։ Այդ տեսեք մենք հիմա այդ ամերիկացիներին հանձնում ենք այս տարածքը, որպեսզի հանգարց այդ տարածքը չհայտնվի Ադրբեջանի կամ Թուրքիայի տակ։ Սա այս մարդկանց պահվածքն է, այսինքն այս մարդիկ այդ խաբեության այս իրանք սա 2018 թվականից սա բոլոր հարցերում խաբել են։ Արցախի հարցում խաբել են, ինչ ասում ենք, որ մենք պետքա լուծում գտնենք, որ դա բավարարի Ադրբեջանի, Հայաստանի եւ Ղարաբաղի ժողովրդի շահեր։ Հիմա Ղարաբաղի մասին անուններ չեն ուզում տան։ Այսինքն այդ մարդկանց խաբելուց հետո ինչ որ մարդիկ կամ որ այս մարդկանց հավատում են։ Հասկանում եք ինչ նախնդիր է։ Մենք պետք է մենք պարզաբանենք, մենք պետք է հասկանանք մեր հասարակության այն զանգվածը, որ այդքան խաբելը այդ ուզում է հավատա, այդ մարդիկ ով են։ Դուք եք ապուշ, այդ մարդիկ չեն իրանք ունեն այս երկրում ապրել։ Այդ մարդկանց պետք է մենք ռազմոր կանենք, այդ մարդիկ вообще ինչ իրանք ունեն ստեղ, որ հիմա ապրում են, եւ այդ մարդկանց պատճառով է, որ ամբողջ ժողովրդի 90%-ը sense վիճակի մեջ է հայտնվելու։ Հասկանում եք, մենք ոչ մեկ այդ խնդիրը չենք դնում։ Այլ նաեւ այդ քաղաքական կոչված դաշտն էլ, որ կուլիսներում իրար հետ ասենք եղբայրություն են անում, Քիրվայություն ասեք, Չեմ ուզում խոսեմ։ Ես ուրիշ ձևակերպում տամ։ Իհարկե, պետական ապարատում մարդիկ ուղղակի պատանդի կարգավիճակի մեջ աշխատում են, ես դրանց այդ մարդկանց հասկանում եմ։ Ինչ են անում, հիմա ես կասեմ ինչքան փող ա տվել իրան։ Չէ, ես ուրիշ բան եմ ասում։ Ես ուրիշ բան եմ ասում, ես այդ վերնախավի մասին չեմ ասում։ Ես ուզում եմ ասեմ հետևյալը, որ այնուամենայնիվ գալիք իշխանափոխությունից հետո մենք պետք է կարողանանք որոշակի ինչ-որ այս վերականգնենք Հայաստանի մեր Բայց դուք վտանգները չասեցիք, էլի ուրիշ ինչ վտանգավոր հարցեր է հնարավոր քննարկեին նոր տարածքներ, Ալիևը վերցնի, չգիտեմ, այստեղ պլազդարմ դառնա իրենց համար ինչ է ձեր կարծիքով քննարկել։ Եթե ես ուզում եմ հատուկ նշել, որ այդ օգոստոսի 8-ի պայմանագրով Միացյալ Նահանգները ոչ մի երաշխավորի դեր չեն կատարում։ Ոչ մի երաշխավորի։ Իրանք պուբլիչնի են հայտարարել, հրապարակային հայտարարել են, որ մենք դիտորդի կարգավիճակով ենք։ Սա նշանակում է հետևյալը, որ ինչպես որ Տրամպը ասում է, որ ես ուզում եմ Գրենլանդիան վերցնեմ, ես ուզում եմ Վենեսուելայում sense բանությամբ, ինքը ասում է հետևյալը, ես պետք է ունենամ բազմաթիվ լիազորություններ եւ առանց պարտականությունների։ Սա բայց ես նորմալ եմ համարում, որտեղ այդ մարդը իր երկրի շահերի տեսակետից քաղաքականություն է վարում։ Ինչի է վարում Տրամպը այդպես քաղաքականություն, ես կարամ հասկանամ։ Հիմա համաշխարհային գլոբալիստական համակարգը փլուզվում է։ Բայց մեր իշխանությունները դա որպես ինչ է ներկայացնում։ Դա ներկայացնում որպես մեծ հաջողություն, չէ՞ ներկայացնում, որ այս իշխանությունը, դե մեր իշխանությունը, որը մեր հետ կապ չունի։ Այս իշխանությունը փաստացի իրանց անձնական շահերի, իրանք բանը կենթանական վախ ունեն, որ իրանք կարող են իշխանությունը կորցնեն, կենթանական վախ։ Եվ այդ վախից ելնելով իրանք պատրաստ են, չգիտեմ, ստորաքարշ ցանկացած ուրիշների շահերը սպասարկել, մենակ թե իրանք կարողանան աջակցություն ստանալ գալիք ընտրությունների համար։ Ուրիշ այս մարդիկ ուրիշ բանի մասին չեն մտածում, անժելա։
Ես ուղղակի ասում եմ, որ դուք պատկերացնես, հասկանում ես։ Հիմա այս ժողովուրդը, որ այս 3 միլիոն ժողովուրդը, որ առավոտը զարթում է, գնում է գործի, գիշերը գալիս է բան, այս մարդիկ չեն էլ հասկանում, որ իրանց երեխաները լրջագույն անվտանգային, լրջագույն վտանգի առաջ են կանած։ Իրենք դուք կարող եք դառնալ այն վիճակում, ինչպես Արցախը դարձավ։ Տեսեք, ինչ բառացի ասել, հիմա նոր բան առաջ եկա, ուրեմն դեսպանը ինչ է հայտարարել։ Հայաստանում Իրանի դեսպանը Թեհրանում ձևավորում է պատկերացումը, Հայաստանի Հանրապետությունը բնականաբար այսօրվա իշխանության նկատի ունի, դառնում է Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի կենտրոն։ Ուրեմն ես ասեմ ձեզ Իրանը ոչ մի երկրի հանդեպ նման բան հայտարարություն չի արել, բացի Իսրայելից ու Միացյալ Նահանգներից։ Տեսեք, ուրեմն Իրանը ունի բավականին բարդ հարաբերություններ Թուրքիայի հետ, բայց Թուրքիան ինքը դրական է վերաբերվում։ Ադրբեջանը, որ բացահայտորեն շահագրգռված է, որ Իրանը կազմակերպվի, զուսպ է Իրան պահում, որովհետև հարգելի ժողովուրդ, վաղը մյուս օրը որ դուք հիմա ողբերգության մեջ հայտնվեք, ոչ չհամարձակվեք որևէ մեկի մեղադրել, դուք ձեզ պետք է մեղադրեք։ Որտեւ այս տիպի իշխանության եք, դա խայտարակ է, ամոթավոր է sench իշխանություն դուք պայելեք մինչև հիմա։ Դա խայտարակություն է։ Խայտարակություն է, ուրիշ ձևակերպում չունեմ տալու։ Գիտեք, Չէ, ուրեմն դուք պատկերացնում եք Իրանի իշխանությունները ինչ ինֆորմացիա ունեն, որ ինչ է կատարվում, Հայաստանի իշխանությունները ինչ են հյուսում, ինչ են Հայաստանի իշխանությանը հետաքրքիր չի ձեր շահերը, որտեղ Հայաստանի այսօրվա իշխանությանը ձեր ապրելը հետաքրքիր չի։ Իրանց փողն այսօրվա Հայաստանի Նիկոլ Փաշինյանի համար արցախցիները ինչ արժեք ունեցան։ Այն արցախցիները, որ 19 թվականին գնացել հրապարակում ողջունում էին։ Հիմա այդ ողջունող արցախցիներին եմ ուզում հարցնեմ։ Դուք հիմա հասկանում եք դուք ինչ վիճակի մեջ եք հայտնվել։ Չէ՞ բել ուզում ձեր մասին խոսեն։ Հիմա էլ սարքել են, մեկը նախագահ է, մեկը վարչապետ է, մեկը չգիտեմ ինչ Արցախի։ Դե կապիկություններով եք զբաղվեց։ Հիմա նույն կապիկություններով էս Հայաստանի քաղաքական վերնախավն է զբաղվում։ Հիմա ինչ եք ուզում, ես չեմ ուզում հասկանամ, այս ժողովուրդը ունական ընդհանրապես պետությունն ունա, թե ունակ չի։ Ես ուզում եմ հասմել կանգնես լինենք այդ ամեն ինչը։ Հերիքա քզնել ասելը որ մեր ժողովուրդը սենց է, մեր ժողովուրդը սենց է։ Ոնց կարելի է հանդուրժել այս վիճակը։ Այս մարդը փաստացի ձեզ տանում է դեպի գերեզման։ Գերեզման է տանում ձեզ։ Դուք հասկանում եք ինչ եմ ասում ես ձեզ։ Զարտեք հլը, որտեվ ամոթ է այսպես քնած մնալ։ Ամոթ է սենց մնալ։ Ամոթ է սենց քաղաքական վերնախավ ունենալ։ Տեսեք, հիմա մի հատ ցուցադրեք, ես այս ամեն ինչի ֆոնին քանի որ պարոն Բոզդոյանը այն քիչ գործիչներից է, որ մշտապես այդ թեմաներին, սոցիալական բան թեմաներին անդրադարձել է, հատկապես թոշակառուների թեմային, ես ուզում եմ հասկանալ, ես այսպես եմ մեկնաբանը, բայց գուցե դուք ավելի այլ մոտեցում ունեք, 500,000 թոշակառու կամ ավելի կամ թոշակառու ունենք, պարզ է, չէ՞ իրենք Նիկոլի ընտրողներն են եղել, ինչով է պայմանավորված ձեր կարծիքով այսպիսի արհամարական, այսպիսի բան վերաբերմունք թոշակառուների նկատմամբ, այն իր հայտարարությունը, նախ այն որ Ստանում, բանը $10,000, որ դուք մոտավորապես մտավոր հետա մնացեք, չգիտեք ոնց պիտի ծախսեք, 20 դրամը, 20,000 եթե ավելացնենք դուք մեկա սարելու եք, որտեվ 30, չգիտեմ ինչ անհետքություններ ասում, թոշակառուներ ասեն եւ այս սովի մատնված այս թոշակառուների ֆոնին, այսպես հեգնում, ծաղրում, չգիտեմ ինչ, մեկ էլ մենք իմանում ենք հուշ գաղտնի հրաման է տվել 3 միլիարդ, խնդրում եմ լսեք, պարոն Բոզյան, 3 միլիարդ մոտավորապես դուք մաթեմատիկեք 8 միլիոնի մոտ։ Ուրեմն մարդը պարգևավճար է տվել, ասենք $20,000 նախարարներին, ամանորի շեմին, մեկ անգամյա է, ասենք, լսեք այս կար ռեպորտաժը որ հայտնվել է, սկիզբը մի Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ հույժ գաղտնի մի փաստաթուղթ, որը միտումնավոր ընտրություններից առաջ գաղտնի են պահում քաղաքացիներից։ Այն գործընկեր լրագրողները գրավոր հարցում են իրականացրել կառավարություն, սակայն այս ոլորտումը որևէ մեկին չի տրամադրվել։ Փաստորեն եմ, որպեսզի դուք այսպես կոչված հերոս հարկատուներդ չիմանաք, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը մեկ ստորագրությամբ շուրջ 3 միլիարդ դրամ գումար հայկական բյուջեից դուրս գրել իշխանական վերնախավի լավ, պատկերացնում եք։ Ես պատկերացնում եմ, ես ասեմ, բացատրում եմ հետևյալով, գիտեք, ամեն ժողովուրդ արժանի է այն իշխանությունը, որ ինքը ունի։ Հիմա ուզում եմ այն 470,000 թոշակառուներին անդրադառնամ։ Հարգելի թոշակառուներ, 400,000 մարդ այսօր թոշակառու է Հայաստանում։ Դուք ուզում եք լավ ապրեք, դա համար դուք ըստ էության մերժում եք նախկիններին, որը ես հասկանում եմ, ընդունում եմ ինչ որ ձևի։ Հիմա այս մարդը ձեզ 18 թվականից խաբել է։ Անընդհատ խաբել, կոպեկներով ձեր թոշակները բարձրացրել է, անգամներով գները բարձրանում են Հայաստանում։ Անգամներով։ Եվ այդքանից հետո ձեր մոտ ինչ որ շերտ կա, որ հələ միջի հիմա հավատում է այս մարդուն։
Ես մի հարց եմ ուզում տամ։ Ոնց եք Այդ շերտը, որ այդ շերտը որ աջակցում է, կներեք, չէ, այդ շերտին եմ վերաբերում։ Իբրեպ ասեմ, որ թոշակառուների մեծ մասը արդեն շատ լավ էլ հասկանա, որ ինքը խափնվել է, այս մարդը հետ կապ չունի, ես ձեր գնահատականը չեմ, մեծ մասը տենց չի մտածում։ Փոքր մասն է խոսքը։ Ես այդ փոքր մասն եմ ուզում անդրադառնալ։ Դուք փաստացի ինչ որ հիմնավորումներով ասում եք, որ դուք պետք է աջակցեք այս իշխանությանը։ Հարց եմ տալիս, դուք ինչ ռեսուրսներով եք ապրում։ Դուք ինչ ռեսուրսներով եք ապրում, որ աջակցում եք։ Ուրեմն դուք ուղղակի շահագրված շահ ունեք, որ այդ մարդուն աջակցում եք։ Ինչու եմ դա ասում, տեսեք։ Համատենք Հայաստանի եւ Վրաստանի թոշակառուին, հա, ասես համատության նույն մակարդակի երկրներ են, որ չասեք գնացել են բանի նույն մակարդակի երկրներ են, այո։ Ուրեմն տեսեք, ձեր թոշակը մոտարապես կազմում է մինիմալը 36000-ից, ու համարենք, որ 45-ից 50000 դրամ ձեր թոշակն է կազմում, հա, ասես ձևակերպենք։ Վրաստանում սկսած արդեն 36000-ը նոր է դառել մինիմալ, այսինքն մի քանի առաջ է որ ընդունվել է այս բանով։ Վրաստանում իրանց այդ թոշակները արդեն սկսած 15-16 թվականից արդեն մոտարապես $150 կարգի էր այն ժամանակ, արդեն մոտարապես 50-60000 դրամ էր, բայց Վրաստանի թոշակառուն տարեկան ստանում է $9200 ապահովման հաշիվ, որտեղ ինքը ունի բժշկական, այսպես ասած, իր ապահովության համար այդ ծախսերի հաշիվ է ստանում, որտեղ ինքը իր բոլոր առողջապահական կարիքները բավարարում է այդ հաշվով։ Դուք ունեք այդպիսի հաշիվ։ Հայաստանն ու Վրաստանը հավասար երկրներ են։ Հայաստանն ու Վրաստանը 90-ականներին Հայաստանը ավելի առաջ էր, քան Վրաստանը, 2000-ականներին Հայաստանը ավելի առաջ էր, քան Հայաստանը, հետո 2008 թվականից հետո մի քիչ հավասարվեց, հիմա արդեն անգամներով Հայաստանը ավելի առաջ է գնացել, քան Հայաստանը, եւ այն Վրաստանը, որին այդ այսպես կոչված եվրոպական պրոգրեսիվ կենտրոնները մեղադրում են հակադեմոկրատական բանի մեջ եւ այսպես ասած գրկնախառությամբ ողջունում են այս իշխանությանը, որին համարում են այսպես ասած դեմոկրատիայի բաստիոն այս դարաշրջանում։ Իմի հարց եմ ուզում տամ, դուք որ այս մարդուն աջակցում եք, ուրեմն համեմատեք ձեզ եւ վրացի բանի թոշակառուի հետ, դուք ինչ բարոյական հիմքով եք այս մարդուն աջակցում։ Որն է այն բարոյական հիմքը։ Եթե դուք անձնական այսինքն դուք նվաստացումից հաճույք եք ստանում։ Ինքնանվաստացումից դուք հաճույք եք, մազոխիստ եք, սոցիալական։ Դուք արժանապատվություն էլեմենտար չունեք։ Դուք ուրեմն զգացողություն չունեք, որ այն մարդկանց մեծ մասի թոշակառուների երեխաները, թոռները ծանր վիճակի մեջ են հայտնվելու։ Հարց. ու նշանակում է այդ մեծ մասը, որի երեխաներն ու թոռները ծանր վիճակի մեջ են հայտնվելու, հաշիվ են պահանջելու ձեզանից իշխանապող։ Դուք հասկանում եք դրա մասին։ Դուք իմացեք, որ տենց է լինելու։ Դուք չեք կարող պատասխանատվություն բան չփախնեք, որովհետև 120000 արցախցիներ անտուն են մնացել։ Անտուն վիճակի մեջ մարդիկ ծանր վիճակի մեջ են, դուք մեղավորություն եք կրում դրա համար։ 4000 երեխա գերեզման է գնացել պատերազմի արդյունքում, դրան պատասխան եք տալու։ Այն մարդիկ, բոլոր այն մարդիկ, որոնք այս իշխանության աջակցում են, պատասխան են տալու 4000 երեխայի բանի համար, պատասխան են տալու մինչև վերջ։ Որտեվ չի կարող, հնարավոր չի, որ պատասխանատվությունը կրի մենակ ինչ-որ մի հատ առանձին խումբ, իսկ այդ սոցիալական շերտերը, որոնք լկտիաբար իրենց պահում են, ցույց են տալի, որ մենք sense բան ենք անում, մենք տեսանք դա վաղար շաբաթի ընտրությունների ժամանակ այդ լկտի զանգվածը ոնց էր գնում բանանում, կամ նույնիսկ Գյումրիում ինչ-որ մի զանգված բանը ընտրակաշառքը վերցնում էր գնում էր, ասենք այն բաները, ու դուք մտածում եք, որ դուք ամեն ինչ մարսելու հանդուրժել եք, ոչ, չի լինելու, այլևս Հայաստանում կոլխոզնիկա սովխոզական իշխանություն չի լինելու, Հայաստանում 30 տարի այստեղ զզվել ենք այդ կոլխոզա սովխոզական իշխանությունից, չի լինելու այլևս այս իշխանություն, մենք ունենալու ենք ազգային քաղաքական, ազգային գիտակցություն ունեցող քաղաքական կոշտ իշխանություն, բայց դեմոկրատական իշխանություն, որտեղ բոլորը ամեն իր տեղը ունենալու։ Դեմոկրատական իշխանության հասնելու համար պետք է մի հատ շատ լավ հասունանա մեր ժողովուրդը, լավ կրթվի, լավ կրթել, համապատասխանիչ թիվները ստեղծել, հետո նոր խոսել է դեմոկրատական, չգիտեմ ինչ, բանի ինստիտուտների տեսեք, հիմա մի կողմից ասենք մենք խոսում ենք, որ լավ, դուք ինքնասիրություն չունեք, թոշակառուներ, այս մարդը ձեզ նվաստացնում է, այսպես ստորացնում է, դուք կան դեռ հələ ինչ որ տոկոս կա, որ ասում է դե Նիկոլը նորմալ է, չգիտեմ ինչ է։ Այս խոսեցիք սրա մասին, բայց մյուս կողմից սա ինչ է նշանակում։ Այս լկտիության չափ էլ դու նախարարին տալիս ես $18000, 20000 ամանորի շեմի պարգևավճար։ Ինքը պատրաստում է այդ մարդկանց, ինքը մոտիվացնում է այդ մարդկանց, որ այդ մարդիկ
աշխատեն գալիք ընտրությունների ժամանակ իր համար։ Ինքը իր բոլոր քայլերը պայմանված է իր գալիք ընտրությունով։ Անժելա, բոլոր քայլերը սկսած առողջապահական համակարգի Ինչի դրանց, ասենք հիմա տեսեք հարցում են անցկացրել արցախցի երեխաների մեծ մասը Ամանորի շեմին, ես անընդհատ սա կրկնելու եմ, ինչ ուզեն լավ Երվանդ։ Տակ հագուստ Տակ կոշիկ, հասկանում եք ինչ կարիքի մեջ են, հասկանում եք ինչ վիճակ է։ Բա լավ ինքը չի հասկանում, որ դա մարդկային առումով կամ թեկուզ հետո կանջակցեն իրեն տանի։ Նայ ասել, որտեղ այդ արցախցիներին ինչ որ մեկը համոզել է, որ քաղաքացի պետք չի դառնալ, եւ այդ մարդիկ քաղաքացի չեն, նշանակում ընտրությամբ չեն կարող մասնակցեն, դա նշանակում է Փաշինյան ինքը 0 արժեք ունի իր համար, շատ պարզ։ Հասկացա։ Եթե չես մասնակցում ընտրության, բայց դրա համար եմ ասում, այդ արցախցի հետ վերնախավիներ պետք է հարց տան։ Դուք այս մարդկանց ինչով եք դուք զբաղ, ինչով եք լավ, ասենք թե ես արցախցիներին ասեցի, բայց դու վստահ ես, չէ՞, որ սոցիալական ինչ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող մարդիկ կան։ Ինչի նրանց է, ասենք չի անում, ես դու տալիս ես 20000, որովհետև այս մարդը, ասենք կյանքից կտրվել է։ Այս մարդուն հետաքրքրում բացառապես մենակ իր նեղ շրջապատին է ուզում բանը, որ նեղ շրջապատին չդավաճանի։ Սա է։ Այս նույն թոշակառին օրինակ ինքը տաներ Ամանորից առաջ 5000 դրամ ավել տար, չէ՞, ասենք հաշվար կաներ այդ 3 միլիարդը, դուք ավելի ճիշտ կբաժանեք։ Այդ 3 միլիարդը, ասենք թոշակառին ինչ որ գումարներ, մտածում է որ այդ իր այդ ներքին խմբակին, որ ինքը փող տա, իրանք արդեն տակից կաշխատեն իր համար։ Ինքը հետ է մտա։ Լսի, ասենց ասեմ, ինքը նախքին բոլոր վատ բարքերը որ կան, Նիկոլ Փաշինյանը սեփականացրել է մինչև վերջ։ Սենց է։ Նախիների ժամանակ քանի անգամ է Քոչարյանի ժամանակ աշխատավարձ բարձրացել, թոշակ բարձրացել, Սերժ Սարգսյանի ժամանակ ինչքանը մանկավարժներ մյուսներ։ Այս մարդը բոլորի վրա թքած ունի, մենակ իր այդ բանը, կորիզի։ Նախքին լավ բոլոր լավ բաները որ կան, Նիկոլը վերացրել է։ Վատ բաները պահել է ու խտացրել խորացնում։ Հասկացա, շատ լավ։ Ինչ է շարունակում տեղի ունենալ եկեղեցու շուրջ, նա մասին է ուզում խոսել։ Տեսեք, իրենք շարունակում են օկուպացնել, մի կողմից ասում ենք ինքը մտահոգված է, որ ինքը ձայներ չունի, չի կարողանալու ընտրվել, ինքը այս իր վերնախավին է պահում, ինչպես դուք ասեցիք, որ չի կարողանա ներսում աշխատել, բայց մյուս կողմից ակնհայտ է դառնում, որ եկեղեցու դեմ արշավը, քիչ առաջ այստեղ Էդգար Էլբակյան ասեց, պաստորին այս տարածաշրջանում կոնկրետ Թուրքիայի ուժերի դեմ դիմադրող մնացել է բանը, կաթողիկոսը։ Պարզ, որովհետև կաթողիկոսն է եւ հիմա մենք քան անգամ ենք ասել, շատ պարզ։ Չէ, բայց հիմա տեսեք, ինքը ինչքան արշավում է, ինքը նաեւ հասկանում է, որ խոցելի է դառնում Նիկոլը հանրության մեջ մի հատ ինչ որ այսպեսի բան կա։ Հիմա դուք ձեր թեզն է, որ Փաշազադեն բանինս պահանջում են, որ դուք թեզը չի։ Եթե մենակ կներես Անժելա, ներես, եթե սա իմ թեզն է։ Չէ, ձեր թեզը չէ։ Եթե մնացել է մենակ իմ թեզը, դա ողբերգություն է։ Չեմ ասում, լավ։ Եթե գիտեք ինչն է խնդիրը, մեր քաղաքական եւ լրատվական դաշտի խնդրը գիտեք ինչի մեջ է, որ Արդյոք դա առաջնային է այս պահին իր համար։ Իհարկե առաջնային ինչու։ Որ շատ պարզ, որովհետեւ այդ երկրները ասում են, որ որպեսի մենք կարողանանք Հայաստանը կլանենք, պետք է Հայաստանի ինքնության խնդիրը ոչնչացնենք։ Շատ պարզ չէ։ Մնացել է վերջին։ Մնացել է այս եկեղեցին, դա մեր ինքնության խնդիրն է։ Ինքնության հետ առնչված կառույց է, հասկանում ես, ինքը պետք է ոչնչացնի դա։ Փաշազադեն ընդ որում ասեմ թե ախր դուք այդ հարցը որ տալիս եք կներես Անժելա ջան մայիս ամսման Փաշազադեն դրա հարցի պատասխանը տվել է մարդը հայտարարել է ասել է այս եկեղեցին իր բնույթով ռևանշիստական կառույց է այս եկեղեցին դարերի շարունակ պետականություն չի ունեցել ժողովուրդը բայց այդ պետականության գաղափարը պահպանել է այդ կառույցը մեր խանգարելու է որպեսզի մենք ադրբեջանցիները միակ համաշխարհային կառույցն է մնացել որ կեսում մարդը պաշտոնապես շնորհակալություն Փաշազադեին անկեղծ եմ ասում ես շնորհակալություն եմ խնդրում իրան որ այդ մարդը հրապարակավ դա ասել է եւ այդ ասելուց հետո հələ պետք է ես ասեմ որ դա իմ տեսակետն է Անժելա դա գիտես ի՞նչն է խնդիրը երբ որ կներես եւ որ դուք քաղաքական գործիչների ես կանչում վերլուծաբանների ես կանչում իրանք սկսում են չգիտեմ բաղճեքի մեջ մտնել եւ անալիզ են անում չգիտեմ ինչ եւ այս էլեմենտար բանը չեն ասում կներես դրանց ոնց կարելի է քաղաքական վերլուծաբան կամ գործիչներ համարել ես արդեն անկեղծ եմ ասում քեզ դա դեբիլներ են դրանք ես ուրիշ բան չեմ կարող ասել Դեբիլներին չի կարելի քաղաքական գործիչ կամ վերլուծաբան։ Պարզ խնդիրը Փաշազադեն բոլորին ասել է հարգելի Նիկոլ Փաշինյան, այս եկեղեցին հայ ժողովրդի ինքնության հետ կապված ключевой կառույցա, որը ռևանշիստական բայց նույն Փաշազադեն եւ Ալիևը եւ Էրդողանը շատ են ուզում որ Նիկոլը շարունակի մնալ իշխանության, ճիշտ է, որտեւ Նիկոլի ձեռքով արմենեն ինչ որ ուզում են, ճիշտ է, բայց նաեւ տեսանելի է որ այս արշավը որ եկեղեցու նկատմամբ տանում են, սա որոշակի իմաստով հեղինակազրկում է եւ վարկանիշը կորցնում են Նիկոլը, դրա համար ինչ են բրթում ասում, ես դա եմ ուզում ասել, դուք տեսեք, ասեմ, շատ պարզ որտեվ Նիկոլ Փաշինյանի առաջ այդ խնդիրը դրած է։
Նիկոլին Բայց ասում մյուս կողմը չեն վախենում Նիկոլը կորցնում է, բաբա Նիկոլին կորցնեն իրան։ իրանց հետաքրքիր չի դա։ Իրանք մի րոպե, իրանք ինչ են ասում։ Իրանք ասում են այս խնդիրը կամ լուծում ես կամ չէ, եթե դու ես լուծումը չես լուծում, դու մեզ որպես մարդ հետաքրքիր չես։ Դու պետք է այս խնդիրը լուծես, հասկանում ես։ Իրանք ճիշտ են դնում այդ հարցը։ Իրանք ասում են, այս խնդիրը որ դու չես լուծում, դա նշանակում է կներես։ Ինքը ասում է, եթե իրանք եթե դու կարդաս, եթե դու նայես, տեսնես թե ադրբեջանական վերլուծաբանները ինչ են գրում, իրանք ինչ են գրում։ Ավելին կարամ ասեմ, իրանց արտգործնախարարը հրապարակավ է հայտարարում։ Ասում է, մենք շատ մեր համար կարևոր է ոչ միայն որ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովուրդը ընկալի թե մենք ինչ ենք ասում։ Այդ մարդիկ ասում են, եթե Նիկոլ Փաշինյանը չի կարողանում այս եկեղեցին ջարդել, նշանակում է ինքը մեր համար կարևոր չի։ Ես ուզում եմ հատուկ նշել, որ ես եւ մեր ընկերները եւ մեր թիմը այնպես չի որ մենք հիմա ուզում ենք որ Ադրբեջանից ինչ-որ պատերը ոչ իհարկե։ Մենք ուզում ենք որ Ադրբեջանը իսկապես նորմալ հարաբերություններ պահպանենք, հաստատենք, խաղաղ գործընթացը շարունակենք, բայց առանց հայկական պետականության եւ հայկական ինքնության ոչնչացման։ Դրա համար որպեսզի Ադրբեջանը համակերպվի դրա հետ, մենք ինչ ենք ասում, մենք պետք է կարողանանք այդ երկխոսությունը որոշակի հարթակով անցկացնենք, որպեսզի այդ հարթակում լինի զսպող մեխանիզմ, եթե զսպող մեխանիզմները չեղավ, կներես Փաշինյանի տեղը գա Պողոսյանը կամ Կիրակոսյանը նույնն է լինելու, ոչ մի տարբերություն չկա։ Չէ, ուղղակի դու հարցը շլացեցիր եւ ստեցիր բորբոքել, մեզ ես ասում, ինչ ես ասում, ես ուզում եի շարունակել Փաշազադեն այդ խնդիրը, որ ասում ենք, Նիկոլ Փաշինյանը, երբ որ 18 թվականին եկավ իշխանության, այն ժամանակումներ բացառ 90%-ից վարկանիշ ուներ, չէ, ժողովրդի մեջ, չէ։ Եթե ինքը ուզենար եկեղեցին փոխել 5 րոպեին կարար փոխել, բայց ինքը տենց խնդիր չուներ, ինքը вообще Նիկոլ Փաշինյանը իր բնույթով անարխիստ է։ Չէ, այն ժամանակ էլ կար հարցակում եկեղեցու հարցակում կար, բայց Նիկոլ Փաշինյանը չէր կազմակերպել այդ հարցակումը։ Ավելին կարամ ասել, ինքը չէր կազմակերպեն, չի կազմակերպողները հետո բարձր պաշտոնների նշանակել։ Լսի մի հատ, էլի, Նիկոլ Փաշինյանի համար եկեղեցի բանդրեն երկրորդական, երրորդական խնդիրներ են եղել։ Իր համար նույնիսկ երբ որ 20 թվականին վեհապարը պահանջեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, նույնիսկ ոչ, այդից էլ ոչ մի բան չի արել Նիկոլ Փաշինյանը։ Ոչ մի քայլ չի արել եկեղեցու դեմ, ոչ մի քայլ։ Որովհետև 20 թվականին թույլ էր։ Ոչ։ Հենց որ ոդկա ամրացրեց, ժողովուրդը գնաց իրան ընտրեց, ոդքերը պնդացրեց, արդեն սկսեց, այո, որովհետև վեհապարը դրանից հետո պահանջեց հրաժարական։ Եթե դու անկեղծ մտածում ես, որ Նիկոլ Փաշինյանն է պայքարում եկեղեցու դեմ, ուրեմն տես մտածի, ուրեմն մեր ժողովուրդը տես մտածի։ Ոչ, Նիկոլ Փաշինյանը նույնիսկ Բագրատ Սրբազանի շարժման ժամանակ, շարժումը որ Բագրատ Սրբազանը ղեկավարում էր, նույնիսկ այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանը որևէ քայլ չդիմեց եկեղեցու դեմ։ Ինքը եկեղեցու դեմ դիմեց այն ժամանակ, երբ որ Իրանից պահանջեց Ադրբեջանը այս տարվա մայիսին։ Ես դրա համար եմ ասում, քաղաքական մտածողությունը շատ հստակ ձևակերպում է։ Կներես մաթեմատիկան թեորեմներից եւ աքսիոմից բաղկացած էլեմենտներ, եթե դու թեորեմը չես կարող լուծես, եթե դու աքսիոմները չես ընդունում, դու մոտ լղոզված պատկերացումներ իրավիճակը ոնց է գնահատում, իրենք շարունակեցին։ Ես դրա համար եմ ասում, ես եկեղեցու դեմ արշավը ոչ թե Նիկոլ Փաշինյանի արշավն է, սա Ադրբեջանի արշավն է Նիկոլ Փաշինյանի ձեռքերով։ Ոնց եք ներկա վիճակը գնահատում, տեսնում եք, արդեն ասում եք թող կարգալույց անի, ոմանց կարգալույց է արել, պաշտոնանկ է արել, բայց այդ մարդիկ օկուպացրել են, դուրս չեն գալի, ոնց եք պատկերացնում հետագա։ Ես ցենց ձևակերպեմ։ Այսօրվա վեհապարը շատ սթափ եւ նորմալ քաղաքականություն է տանում, որովհետեւ ինքը շատ լավ սթափ հասկանում է, որ շատերը պահանջում են, որ ինքը ինչ-որ ռադիկալ քայլ պետք է անի։ Այդ ռադիկալ քայլ պահանջողները դոգմատել է քաղաքական դաշտում ռադիկալ քայլ ցույց տան, որ այդ մարդուց պահանջեն նույն բանը։ Այսօրվա վեհապարի պահվածքը համարժեք է այն իրավիճակին, որը կա մեր հասարակության մեջ։ Մենք մեր քաղաքական դաշտը խայտարակ վիճակի մեջ է։ Այս խայտարակ քաղաքական դաշտի պայմաններում պահանջել, որ վեհապարը ռադիկալ քայլերի գնա, դա կներես էլի, դա ես չգիտեմ այդ ինչ է նշանակում։ Վեհապարի դիրքորոշումը շատ սթափ եւ շատ հասկանալի է, ինքը իրատեսական մարդ է, շատ հասկանում է թե ինչ ոնց պետք է բանանի եւ ըստ էության ինքը փորձում է ժամանակ շահել, որտեղ շատ լավ հասկանում է, որ ի վերջո այս ընտրությունների արդյունքում ցա կախված լինելու ընդհանրապես Հայաստանի եւ եկեղեցու ապագան։ Իր համար կարևոր է, որ մինչեւ ընտրությունները եկեղեցին կա հնարավոր լինի վաղար շաբաթի ընտրությունները ազդակ չէ, որ Սուրբ քաղաքում ընտրություններ տեղի ունեցա եւ հիմա չասեք սենց եղավ փաստ է արձանագրում ենք, որ խարդախություն արեց, թե լույսերը անջատեց, թե վախեցրեց, թե ծառա, ինչ ուզում ալինի, ընտրությունները նորմալ ընտրություններ են եղել եւ ցավոք սրտի կարամ ասեմ, մեր քաղաքական դաշտը չի կարողացել խնդիրը լուծել։ Չէ, ժողովուրդը այնուամենայնիվ չի գիտա, ժողովրդի մոտ այդ գիտակցումը չի հասունացել, որ իրենք այդ ընտրություններով թուրքերին բերում են, որովհետեւ ժողովուրդը պետք է ճիշտ աշխատել, նորմալ աշխատել
եւ պետք է Դուք էլ վատ աշխատել։ աշխատեցիք։ Ես ասեմ ձեզ, մենք նորմալ աշխատել ենք, բայց ես նույնպես եմ Վատ ասում։ եք աշխատել։ Ոչ, լավ ենք աշխատել, պարզապես մեր ռեսուրսները անհամարժեք տարբերվում են այն ուժերից, ովքեր ունեն շատ ավելի ուժեղ ռեսուրսներ։ Ավելին կարամ ասեմ, Անժելա, դուք եւ մյուսները սպասումը այդ խոշոր ուժերից է, չէ՞, դուք հրապարակային էլ Ես մի բան գիտեմ, որ այն ուժերից մարդիկ նույնպես որ են տեսեք, շատ ազնիվ, տեսեք, բան ինքնազոհության գնում են, բանի հաստատ այդ ռեսուրսները հայտնվում են։ Տեսեք, ես մի հատ ուրիշ բան եմ Այդ ասում, ռեսուրսները էլի։ Այդ ռեսուրսները ես իրականությունն եմ ասում, էլի։ Այս քաղաքական ուժը ինքը մաքսիմալ աշխատել է այնքան, ինչքանով իրենց սպասում ունեցել հասարակությունը։ Դե ասեք բոլոր դեպքերում կարող եք ավելի լավ աշխատել։ Ոչ մեկից, չէ, գիտեք, ամեն ինչը հարաբերական է։ Այս ամեն ինչը հարաբերական է։ Ուժեր կային, որոնք 4%-ը չեն անցել, ուժեր կամ չգիտեմ ինչեր։ Ես նույնպես եմ կրկնում, մեր քաղաքական ուժի գլխավոր նպատակը արդեն 4%-ը չի կամ չգիտի։ Մեր քաղաքական նպատակը դա է։ Մենք պետք է փոխենք կամ չփոխենք այս իշխանությունը։ Շատ լավ, տեսեք, մենք խոսում ենք, որ չափի զգացողությունը կորցրել են, լկտիացել են արդեն։ Մի հատ լսեք, էլի Մովսես Հակոբյանի մասին է խոսքը, գեներալ, որ մենք շատ անգամ քննադատում ենք, ուր են գեներալներին չխոսեցին, իմիջիայլոց պատերազմից հետո ինքը թերևս միակն էր այդ փուլում, որ հենց 2 օր հետո եկավ, բաց մամուլի ասուլիս տվեց եւ ներկայացրեց, որ ինչ է ներկայացվել Նիկոլին, ինչպես է ինքը մերժել միջև պատերազմը, որ ամբողջ պատկերը եղել է, ինչ է առաջարկվել, ոնց է մերժել, ամբողջությամբ պատերազմի ժամանակ ինչ ձախողումներ է եղել, չգիտեմ, պայմանավորվածություն եղել, թե ապիկարություն է եղել, ապաշտորություն, ամբողջը պրոֆեսիոնալ բան կերպերով եւ ի վերջո բան ինքը պատահական մարդ չէ, ճանապարհ անցած մարդ է եւ մեծագույն վաստակ ունի մեր պետության բանակաշինության կայացման հարցում։ Ինչ է խոսացել Մովսես Հակոբյանը գուցե ունենա ամոթ, պատիվ ու լռի եւ հորդորում եմ լռել ու ծպտուն չանել, որտեղ դա իրենց գործունեության արդյունքն ու հետևանքն է, որի պատասխանատվությունն ամբողջությամբ նաեւ իրենց օժանդակությամբ կարվել միայն մեր վրա ասել է Պապիկյանը, այս լկտիության մեջ էս բան էլի չափաբաժինը, թե ինչ է տեղի ունենում, ես ասել է Սուրեն Պապիկյանը 3 Հիմա մեզ ինչ մեկնաբան է։ Չէ, այս մարդը պաշտպանության նախարար է, այս մարդու ժամանակ մենք տարածքներ ենք տվել, այդ դեպքեր այդ ամեն ինչը եղել է, մի հատ է զիջել ենք, այսօր էլ բանակը գիտեք ինչ վիճակում է եւ այս լկտի չէ, ասեցի դե ասեմ ու ասեմ։ Բայց ինչ մեկնաբան եմ ստեղ։ Մեկնաբանելու կարիք չկա, ես նույնպես եմ ասում, ես այս մարդկանց խոսքերի մեկնաբանությունը ես իմաստ չեմ տեսնում այլևս։ Հիմա հասարակությունը պահանջում է, որպեսի ձևավորվի Ինչի մեծ փրթեց, մեր հաշվին սնվող հանրային հեռուստաընկերությամբ 40 անգամ ցուցադրեցին, մնացած հեռուստաները փառահեղ նստած մեզ բանակը ծաղկեցնում եմ, արել եմ, մարցախնել է դա ոչ իրենք տվել, սա արել, միասրանատել անամոթը համարում, երկիրը հաղթած, շենացած բան գեներալներին ու վերընկած այդտեղ։ Որտեղ էս իշխանությունը ամեն ինչ մարսել է, քանի որ մարսել է, իրանց նախարարները բարձր բնականաբար պետք է լկտիանան, երբ որ իշխանությունը ամեն ինչ մարսում է, հարգելի ժողովուրդ Եվ իշխանություն լկտի անում է մի զարմացեք եւ մի նեղացեք այդ իշխանությունից, որտեղ դուք եք աղբյուր դառնում նման տիպի պահվածքի, երբ որ քո հարևան երկրի ժողովուրդ ավելի լավ ապրում, քան դու, դրանից մի զարմացի եւ մի նախանձի, որտեղ քո պատճառով է տենց, որտեղ ոչ մի անգամ վրացին թույլ չէր տա, որ սենց իշխանություն ունենար, թույլ չէր տա պարզապես, նույնը վրացին, նույնը ադրբեջանցին, նույնը թուրքը, ոչ մեկ, ոչ մի ժողովուրդ իրան թույլ չի տա սենց անարժանապատիվ վիճակի մեջ մնա։ Նույն տեսեք օրինակ Իրանում այդ սոցիալական տնտեսական վիճակով մարդիկ բողոքում են։ Այլ խնդիրը որ այդ բողոքի մեջ ուրիշ երկրներ են միանում, մտնում բանանում, բայց այնուամենայնիվ մարդիկ ուզում են արժանապատիվ կյանք։ Դա ուզում են եւ Իրանում, եւ Հայաստանում, եւ Վրաստանում, եւ Ադրբեջանում, երբ որ դուք չեք ուզում արժանապատիվ կյանք, ուրեմն դուք պետք է ապրեք այնց ոնց որ հիմա ապրում եք եւ տրամաբանական է որ դուք ապրեք տրամաբանական է որ սենց ծանր վիճակի մեջ լինեք տրամաբանական է որ գները թռնեն վերև ձեր աշխատավարձները թոշակները կոպեկներով բարձրանան բայց մեծ քանակով մեծանան գները որովհետեւ դուք պահանջված չունեք որովհետեւ վաղաշաբաթի ընտրությունների ժամանակ ես զարմացա տեսնում եմ որ ընտրակաշառքը լայնորեն լավ էլ աշխատում է մահասարակ մարդկանց վրա դա աշխատում է այդ ամենը մենք պետք է տեսնենք հասկանում եք բայց նաև դրա մեջ մեղավորը նաև մեր քաղաքական վերնախավը ես համաձայն եմ ձեր հետ քաղաքական վերնախավը պետք է այլընտրանք ցույց տա պետք է ռեալ իրատեսական այլընտրանք ցույց տա առանց պոպուլիստական բաղադրիչի որպեսզի մարդիկ տեսնեն այդ այլընտրանքը գնան այդ այլընտրանքին քվեարկեն իդեպ ասեմ վաղարշաբաթի ընտրությունների գլխավոր բաստողը գիտեք որն էր մեծ մասը այն մարդիկ որոնք պատրաստ էին գնալ նորմալ այլընտրանքի այդ մարդիկ չգնացին ընտրության
եւ Փաշինյանը կարողացավ իր անդրազանգվածը, այսինքն Փաշինյանը Մեր իր ձևով Սամվել անդրազանգվածը Կարապետյանը չմասնակցեց, այո։ հարց կարանք տանք, իսկ ինչի չմասնակցեցին։ Երբ որ խոսում են մենք այլընտրանք, բան, այս կոմը քաղաքական ուժեր կան, չէ, բոլոր տեղերում հարցումների մեջ կան, մեր ձևովն է, Թաթոյանն է, բան, բոլորը կան, ես բոլորը հանդեպ դրական եմ տրամադրում։ Ինչ որ վարկանիշներ են բանանում, բայց ոչ մեկ չի ուզում ընտրությունների մասնակցի։ Տեսեք, մի հարց եմ տալիս, էլի, Հայաստանում կա Գյումրի ընտրություն, Երևանի ընտրություն, վաղար շաբաթ, ոչ մի քաղաքական ուժ չի մասնակցում, բայց նկարվում է, նկարչական բան, այս մարդը այսքան ռեյտինգ ունի, այս մարդը այսքան ռեյտինգ ունի։ Սա այս կապիկությունը ում համար է вообще։ Այս քաղաքական դաշտի կապիկության աստիճանը չափ կա թե չկա, ուզում եմ հասկանամ։ Ես ուզում եմ այդ բանն եմ ուզում, եւ ի վերջո այդ կապիկությանը պետք է անդրադառնալ նաեւ լրագրողական դաշտը։ Լավ կարելի է այս աստիճանի ինքնախապեյությամբ եւ կապիկությամբ զբաղվել։ Ես ուղղակի դա եմ ուզում հասկանամ։ Իրավիճակը տենց է, դրա համար ես կոպիտ եմ ասում այդ ամեն ինչին։ Կոպիտ պետք է լինել, որտեղ մենք կոպիտ դարաշրջանում ենք ապրում։ Քաղաքական ուժը ինքը վարկանիշ ստանում է բացառապես ընտրությունների ժամանակ, այլ ոչ թե ինչ որ սոցիոլոգիական նկարչության արդյունքում։ Ընտրությունն է ցույց տալիս, թե այս քաղաքական ուժը ինչքան վարկանիշ ունի կամ չունի։ Այս է իրականությունը։ Ուրիշ ամբողջ աշխարհում է տենց։ Եվ դրա համար էլ այնտեղ սոցիոլոգիական հարցումները իրանց ընտրությունների արդյունքներին շատ նման են մտնում, տարբերությունը չնչին ալինում։ Դա մենակ մեր մոտ է, որ բոլոր քաղաքական ուժերը նստած թախտի վրա նստած բան են անում, սպասում են իրանց համար նկարչություն անում են թվերով, լրագրողներն դրանից սպասումներ են պահանջում, հետո որ սպասումը չի լինում, լրագրողներն ասում, բայց դուք ինչի դուք լավ չեք աշխատում։ Այսինքն մենք աշխատում ենք, այդ մեր տանջված աշխատանքով մենք մի շուտ ստանում ենք, այն մարդիկ, որոնք թախտի են նստած ոչինչ չեն անում, իրանցից ոչ մի պահանջ չկա, իրանք նորմալ է։ Այս կապիկությունը հարթակում եք ասում, ես չեմ։ Չէ, ես ուրիշ բոլոր հարթակներում տենց հանժել են։ Այդ տեսմատ Հայաստանում քանի քաղաքական ուժ կա։ Ով է մասնակցել ընտրություններին։ Երևանի ընտրությունների ժամանակ Գյումրիի, Վանաձորի, քանի Վաղարշապատի։ Ուր են այն քաղաքական ուժերը, որ չեն մասնակցում ընտրության եւ որի վրա սպասում են գալի ուր եք, որտեղ եք, ինչ եք եւ ուր են, բայց ինչի է դրանք չեն մասնակցում։ Այս քաղաքական դաշտը խանգարենք։ Ի՞նչն է, ում չխանգարենք։ Ձայներ չխլենք, մենք հաշվարկենք արևը այդքան չկա, չմասնակցենք։ Այսինքն մի րոպե դու լուրջ ես հավատում, որ իրանք տենց անկեղծ տենց այդ գործոնով են հաշվի առնում։ Ես ոչ մեկին չեմ ուզում մեղադրեմ, անկեղծ եմ ասում։ Բայց ուզում եմ, որ ինքնա այս կեղծ դաշտը մենք պետք է մի օր այս կեղծ դաշտի մասին բոլորս խոսենք։ Երանի ժամանակ ունենանք ու դա անենք, ես վախենամ։ Չէ, որովհետև այս վիճակը, ասենց այս վիճակով, այս ինքնախապեյության այս մթնոլորտը որ կա, երկար այս երկիրը չի կարող ամնալ։ Ավելի կարամ ասել։ Արցախի ճանապարհով են գնում հիմա։ Եվ վերջին հարցը, ես արդեն քանի օր է խոսում եմ դրա մասին, բառից բուն իմաստով խոշտանգումներ են ենթարկվում քրեակատարողական հիմնարկներում, գիտեք, որ Մկրտիչ Սրբազանը խայտարակ պայմաններում է, Նարեկ Սամսոնյանը արդեն 7-րդ օրն է գալիս հացադուլի մեջ է տարել են դաժանագույն խուց, որ պիտի ընդհանրական բժշկական հսկողության տակ լիներ, չգիտեմ ինչ ասեմ, գիտեք, որ մեծ աղմուկից հետո միայն հասան նրան, որ Միքայել Սրբազանը քաղցկեղով հիվանդ է տեղափոխել են այնտեղ, ես բան չունեմ ասել, միայն Բագրատ Սրբազանի տեսեք, արտաքին տեսքը, թե ինչ վիճակում է ինքը, եւ բառից բուն ասեմ, ավելին, այն ժամանակ խոսեցինք, հետո լռեցին դրա մասին չխոսեցին, սա նորից եմ ասում, մի գիտություն մեր ձևով են ձեր տաքուկ բաներում նստած գրասենյակում բանում, ձեր առաջնորդի, չգիտեմ, այս հարցերով պիտի առաջին հերթին զբաղվել, փաստորեն ամռան այդ ապին այդ շոկի, որ 50 աշճան, ելքը 60 աշճանի տակ, բառից բուն իմաստով խոշտանգման է ենթարկել եւ հիմա հրապարակ է գալիս այն, որ եւ այս սառը պայմաններում են ուղակի այդպես սարսափելի պայմաններ, սառնամանիք է ներսում եղել, երկկողմանի հիմա թոքաբորբով, պատկերացրեք, Սամվել Կարապետյանը այդ վիճակում է, այսպեսի եւ այս ֆոնին հերթական լկտիություն էլի, մենք ինչ խոստացել ենք, արել ենք, այս բանը գլամուրի, այն սուտի գլամուրն է, էլի, Գալեյանը ինչա, Արդարադատության նախարարը, արել ենք դեռ մի բան էլ ավել ենք արել, հա, Արդարադատության նախարար Սրբուրի Գալյանը հաստատում է, որ այո, պարգևավճարներ ստացել են, լավ ենք արել, մենք դրան արժանի ենք, ես նաև մոռացա Վարդան Ղուկասյանի անունը տալ, այլ մնացածի մասին չեմ խոսում, եթե այս մարդիկ այսքան հանրային դեմքեր են այսպիսի խոշտանգումների ենթարկում, դուք պատկերացրեք շարքային քաղաքացիները կամ այն ակտիվին, որ ձերբակալել են, ինչ է կատարում։ Եվ այս լկտիությունը, այս բան չեմ հիշում, թե ես ինչքան եմ ստացել, բայց այդ ինֆորմացիան գաղտնի չէ, դուք կարող եք տեսնել սուտ է խոսում, գաղտնիք է, որովհետև հույժ գաղտնի հրամանով է եղել, որ այս փոխանցումը 3 միլիարդի փոխանցման մասին է խոսքը։ Գիտեք, ես դրա համար եմ ասում, այն մարդիկ, ովքեր հիմա ծանր վիճակի մեջ են բանտերում,
նաև դրա մեղքի բաժինը պետք է մենք ունենանք, հարգելի ժողովուրդ, որտեվ իրենք այդ մարդիկ մեր համար են պայքարում, եւ մենք այս կրավորական մեր պահվածքով, փաստացի, այս մեր հանդուրժող պահվածքով խրախուսում ենք այդ ամեն ինչը։ Հետո մենք վաղը մյուս օրը հետևանքները շատ ավելի ծանր են լինելու։ Հետո մենք ասում ենք, բա ինչի տենց ստացվեց։ Ստացվեց այնց, որովհետեւ դուք փաստացի sense այդպես կրավորական խաշային մտնոլորտի մեջ եք ապրում, ասենք նոր տարվա մտնոլորտով եք ապրում, քեֆերի մտնոլորտով եք ապրում, իսկ մարդիկ տարապում են, տանջվում են բանտերում։ Հարց չեք տալի, օրինակ ինչի համար մարդիկ տարապում են, այդ մարդիկ էլ կարան, չէ՞։ Նույն Միքայել Սրբազանը կարան համար հանգիստ ապրեր, չէ՞։ Արշակ Սրբազանին ասում են, բանա, ինչա արել, թղթի մեջ փաթաթ է թութունա, դու պատկերացնում եք ինչու են մեղադրում։ Ես նույնից եմ կրկնում, փաստացի բոլորը, նույն Սամվել Կարապետյանը, Միլարդ Թատերը, չէ՞ կարար ինքը հանգիստ ապրեր, չէ՞։ Նույն ասենք լրագրողները, որոնք էլ իրանք հանգիստ կարային բանան են, չէ՞, բայց փաստացի իրանք էլ կարային, չէ՞, ասենք այնտեղ նոր տարի նշեին, քեֆերի մեջ լինեին։ Չէ, անտարբեր ապրում այս ազգը, իր վեճն է չի, ինչա։ 21-րդ դարում մենք այսպիսի հասարակություն ունենք։ Այս հասարակության լինելը այս վիճակով խայտարակություն է։ Ես էլ չեմ ասում են իրավապաշտպաններին, որոնք իբր թե իրավապաշտպանությամբ էին զբաղվում նախորդ իշխանությունների ժամանակ, հիմա լուր հետևում են թե ինչ են կան, դրանք պետք է գետին մտնեն ու գետի տակից դուրս չգան։ Իշխանափոխությունից հետո մենք հետո կխոսենք դրա մասին, բայց իրանք այդ բարոյական իմաստով իրանք արդեն բրծել են որպես մարդ, որոնք իբր թե իրավապաշտպան են կոչվում եւ միլիոնավոր փողեր են ստացել իրենց գործունեության համար տարբեր գրանտերից։ Ես էլ չեմ ասում իրենց տերերի մասին, այդ եվրոպական շրջանակները, որոնք խոսում են մարդու իրանքների մասին կամ չգիտեմ ինչի մասին կամ այսօրվա ԵՄ-ի խայտարակ ներկայացուցիչը, որ ասում է ես չեմ ուզում միջամտեմ դատական համար, այ լկտի դուք 30 տարի միջամտում եք բանի մեջ, հիմա չեք ուզում միջամտեք, այ լկտի դուք ձեր շահերով եք ապրում, դեր կռիսական շահերով եք ապրում եւ դուք հենց եկել եք այս ժողովրդներին խափելով եք զբաղված, հələ տեսեք թե Վրաստանում ինչ եք անում։ Դուք ամոթից գացում պետք է դեք քիչ դա ես չեմ ուզում ասեմ թե ինչ պետք անի, կանեք այս ամեն ինչը փոխվի, դուք ձեզ այգի եք, հա, պատկերացնում Եվրոպայում, դուք գերմանական նացիստներից ոչինչով չեք տարբերվում, ոչ մի բանով, դուք բովանդակությամբ, ոչ մի ձևով եք ընդհանրապես տարբերվում, իսկ բովանդակությամբ դուք նույնն եք, Գեբելսյան ձեր քարոշչա մեքենայով, ձեր սադիստական պահվածքով, ձեր սադիստական մոտեցումներով, ինչպես կեղտեցիք Ռումինիայի ընտրությունները, թույլ չտվեցիք, որտեղ նախագահ նորմալ նախագահ ընտրվեր։ Նույնը փորձում եք անել, հիմա փորձում եք անել Ֆրանսիայում, որ խանգարում եք, որ Լեպենը կարողանա ընտրվի, եւ ընդհանրապես ձեզ խանգարում է Գերմանիայի այլընտրանք կուսակցությունը, որտեղ դուք գիտեք, որ ձեր նմաններին ինքը չի հանդուրժելու, եւ դուք այդ ձեր պահվածքով մտածում եք, որ դուք երկար ապագա եք ունենալու։ Ոչ, ձեզ սպասում է ապագան Նյուրնբերգյան գործընթացը։ Ասեմ ձեզ իմանաք, ոնց որ նացիստներին դատեցին, դատելու են, որտեղ միլիոնավոր մարդիկ են կոտորվել ռուս-ուկրաինական պատերազմում, ձեր պատճառով են կոտորվել, ձեր պատճառով են այդ մարդիկ մեռել, ձեր պատճառով են բազմաթիվ երեխաներ որբ մնացել, ձեր պատճառով 4000 երեխա գնաց մահացավ եւ իրենց ընտանիքներում մինչև հիմա սուք է, ձեր պատճառով դուք պատասխան եք տալու դրա համար։ Շնորհակալություն։